գիտեք, ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել էր նաև այլ զինծառայողների գլխատման դեպքեր, արդեն այդ դեպքերում զինծառայողներն ընկած էին եղել, զոհված էին եղել, բայց այս ձեռագիրը շարունակվեց եւ այնքան էր հերոսացվել Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո, որ այս վարքագիծը Ադրբեջանի զինծառայողների կողմից դարձել էր օրինակելի եւ հերոսացման ենթակա։ Մենք գիտենք այս հանցագործության կատարման անդամների, այդ խմբի անդամների որոշների տվյալներ, իհարկե Ադրբեջանի Հանրապետությունը գիտի բոլոր զինծառայողների տվյալները եւ որևէ մեկը նման հանցագործությունների համար պատասխանատվության չի ենթարկվել, ավելին նրանք հանդիպումներ են իրականացնում երիտասարդների հետ, այս դեպքերի մասին պատմում, հերոսացվում, պարգևատրվել էին այս խմբի անդամները, նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ նման հանցագործություններ կատարած այլ զինծառայողներ եւ իհարկե այս անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ արդեն 20 թվականի 44-օրյա պատերազմում հայկական կողմում եղան շուրջ 30 գլխատումներ, դարձյալ գերեվարված զինծառայողների այլ սպանություններ, այդ թվում գլխատումներ քաղաքացիական անձանց շրջանում, ծերերի, այդ թվում կանանց նկատմամբ էին նման հանցագործություններ իրականացվել, մեր իրականացված փաստահավաքի շրջանակներում մենք այդ բոլոր տվյալներն ունենք, ավելին որպես ահաբեկման մեթոդ մի շարք դեպքերում Ադրբեջանի զինծառայողները իրենք հենց դրանք տեղադրել էին սոցիալական ցանցերում որպես ահաբեկում եւ ըստ էության նաեւ ահաբեկումը որպես պատերազմի մեթոդ, տակտիկա սկսել էին օգտագործել հայերի նկատմամբ։ Ինչու էր շատ կարեւոր այս հանգամանքը, որովհետեւ 2023 թվականին, երբ որ արդեն սեպտեմբերյան հարձակումը եղավ եւ գրավեց ըստ էության Արցախը, մարդիկ մեր այդ ժամանակվա հաստահավաքի շրջանակներում շատերը մեզ նշում էին, որ ինչպես կարող ենք մնալ, եթե նման հանցագործություններ են կատարվել, այդ թվում ծերերի նկատմամբ, այդ թվում զինծառայողների նկատմամբ եւ գլխատումներ եւ այլ տեսակի հանցագործություններ եւ նրանք մնացել են անպատիժ։ Այսինքն այս բոլոր հանգամանքները եւ դրանց պես տարածումը ահաբեկչության նպատակով հստակ նպատակը դա էր, շատ մեծ ազդեցություն ունեցավ հետագայում Արցախի ժողովրդի ռիսկը գնահատելու եւ էթնիկ զտման ենթարկվելու, որովհետեւ չկար այլ տարբերակ, քան լքելն էր, որովհետեւ անձինք էական եւ իրական վտանգ են զգում իրենց կյանքի համար, որովհետեւ տեսել էին ինչպես է կատարվում սպանություններ, այդ թվում խմբակային եւ որևէ մեկը պատժի չի ենթարկվել։ Եվ այդ ռիսկը, որ նման հանցագործություններ եւս կլինեն հետագայում, ուղղակիորեն ազդել էր անձանց որոշումների վրա։ Այսքան թերևս շնորհակալություն։ Երևի այժմ անդրադառնանք պարոն Ղազարյանը կներկայացնի գործի իրավական արժեքը մարդասիրական իրավունքի դիտանկյունից, քանի որ գլխատումը տեղի էր ունեցել ոչ թե խաղաղ պայմաններում, ինչպես օրինակ Գուրգեն Մարգարյանի գործն էր, այլ ակտիվ հակամարտության շրջանակներում, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Արցախ հայկական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներ,